Բարև ձեզ, սպասենք, որ մարդիկ միանան, ցանկալի է, որ դիտումները շատ լինեն, իհարկե նաև ցանկալի է, որ թշնամիները չտեսնեն, բայց դե երևի թե առաջինը հենց իրենք են նայելու։ Ամեն դեպքում շատ եմ ուզում, որ թեման, որի մասին խոսելու ու շատ վաղուց, հավանաբար այսպես երկար քաղաքական թեմայով չեմ խոսել, շատ եմ ուզում, որ իրազեկումը ռեալ ապահովվի։ Մի փոքր սպասենք, ես էլ տարածեմ։ Եթե ձայնի հետ կապված խնդիր կա, շատ շնորհակալ կլինեմ, եթե գրեք։ Շատ շնորհակալ եմ, հարգելի Շուշան։ Թեման, ինչու եմ որոշել այս թեմայով խոսել։ Բացատրեմ։ Որովհետև մեկ իմ գործընկերների գրառումների տակ տեսնում եմ մեկնաբանություններ, որ մեկը ուրեմն զենք վերցրեք, գնացեք սրան սպանեք, տղամարդ չկա Հայաստանում, մարդ չկա ընդհանրապես, դուք ինքնասիրություն չունեք, այսպիսին ու ընդհանուր, հա, ժողովրդի հայ ազգի մասին է խոսքը գնում, բայց իմ անձնական կարծիքով մարդիկ ռեալ չեն պատկերացնում ինչ է տեղի ունենում, ովքեր են իրենց իրական թշնամիները և ինչ միջոցներով է անհրաժեշտ իրենց հաղթել։ Նախկինում կարդացել էի իհարկե այս գիրքը, որը կոչվում է «Կոմիտետ 300», բայց սկսել եմ թարմացնել, իդեպ պատվիրել եմ Wildberries-ից, ուզում եմ ասել, որ պարտադիր չի գնաք գրախանութներ հասնեք, ուրեմն Ջոն Կոլիմանի «Կոմիտետ 300» և պարբերաբար կանդրադառնամ, եթե ալարում եք կարդալ, ես կանդրադառնամ այս գրքին, ու մենք կտեսնենք, որ այն, ինչ ծրագրված է, երբ որ ես ասում եմ ծրագրված է, ծրագրի արվում, մարդիկ ասում են, դավադրությունների տեսություն, իդեպ այդ դավադրությունների տեսություն տերմինը, այն որ ասում է ծնել է, աշխարհաբերել, ցարաուն։ Երբ որ մարդիկ բարձրաձայնում էին խնդիրների մասին, որոնք ձեռի գործն էին, կամ սրան ձեռի գործն էին, ասում էին դավադրությունների տեսություն։ Հիմա այս մարդը գիրք է գրել բավականին շուտ, բավականին ընթերցողներ ունի, փաստերը փաստացի, հա, մենք տեսնում ենք, որ մեր օրերում, տեսնում ենք, որ այս այլանդակ անտեր ծրագիրը իրականացվում է մեր օրերում, ու մենք եթե չիմանանք, եթե ախտորոշումը չդնենք, եթե չհասկանանք ինչ է կատարվում մեզ հետ, մենք չենք կարող դեմն առնել, եթե դու չիմանաս ուռուցքը որտեղ է, դու չես կարող
թեկուզ եւ մտածել է ուռուցքը հեռացնելու մասին։ Եթե դու չիմանաս ինչ բակտերիա է ախտահարել օրգանիզմը, դու ճիշտ անտիբիոտիկը չես կարող ընտրել։ Հա, օրինակ տուբերկուլոզի ժամանակ մեր սովորական անտիբիոտիկները չեն աշխատում, կամ եթե վիրուսը էլ ինչ անտիբիոտիկ, ինչու ոչակավիրուսային բուժում եւ այլն եւ այլն։ Ու դրա համար քաղաքականության մեջ էլ որքան էլ որ մեր քաղաքագետ պրոֆեսորները ինձ համարեն շատ հեռու քաղաքականությունից, թեև դիպլոմ եմ ստացել, հա, միևնույնն է, կներեք ձեր քաղաքագիտությունը ու ձեր քաղաքականությունը բերեց այսօրվան։ Այդքան կայի կռիվ տայք են մարդկանց դեմ, ովքեր երկիրը այս օրը հասցրեցին, դարերով քաղաքագետներ եք։ Դրա համար էլ ոչ ձեր նկատմամբ վստահություն կա, ոչ էլ այլևս ձեր կարծիքը մենք հարցնում ենք։ Մենք ինքներս ենք գնում վերլուծում, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում եւ ինչպես պետք է սրա դեմը ինչ որ ձևով առնել։ Իրականում Կոլեմանը խոսում է Ամերիկայի մասին եւ պարբերաբար նշում է, որ այս նույն ծրագիրը, հեսա որ կներկայացնեմ ինչի մասն է խոսքը, նույն ծրագիրը մյուս երկրների, այդ թվում նաեւ երրորդ աշխարհի երկրների մասով է իրականացվում, եւ եթե Ամերիկան փաստացի չի կարողացել փաստացի 1 դարից ավելի այս ծրագրի դեմն առնել, ապա իհարկե դա շատ դժվար է լինելու մեզ համար, բայց բացառված չի, հա, բացառություն չի, որ եթե իրենք չեն կարողացել, ուրեմն մենք կարող ենք։ Ավելին հիմա Տրամպի քաղաքականությունն է, իհարկե իրենք բոլորը մեկ տեղից են կառավարվում, իրենք բոլորը մեկ կացայից են դուրս եկել, ես այդ համոզմունքն ունեմ, բայց իրենց մեջ էլ կան տարաձայնություններ աչերի ու ձախերի, հա, Կոլեմանն էլ նշում է, որ աչերն ու ձախերը նույն տեղից են կառավարվում։ Ուղղակի ամեն մեկն ուզում է իր ձևով այս աշխարհը տանի դեպի դժոխք։ Հիմա ես քանի որ գիրքը շատ ծավալն է, ոնց որ տեղեկագիրք լինի, ինֆորմացիան շատ է, ռեալ ես բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են ընթերցել, ովքեր ուզում են իրավիճակը հասկանալ, խորհուրդ եմ տալիս գիրքը գնել եւ ընթերցել, իմ նման նշումներ անել։ Բայց ես ուրեմն սկզբից չեմ սկսի, չնայած ընթացքում ապագայում ընթացքում կանդրադառնամ, բայց ուզում եմ ծրագրային կետերի մասին խոսել այսօր։ Նախ այս 300-ի կոմիտեն իրեն համարում է իլյումինատների հետնորդները, իլյումինատները գիտենք մասոններն են, մասոնական, հա, իլյումինատներ իրենք ամեն ինչից տեղյակ են, գուցե եւ մեր քրմերի հետնորդներն են դրանք էլ, չգիտեմ։ Ամեն դեպքում սրանք իլյումինատների հետնորդներն են իրենց համարում եւ համարում են օլիմպիականներ, այսինքն մարդիկ, ովքեր իրենց հավասարեցնում են աստվածներին, Օլիմպոսի աստվածներին, այդպես մեծ կարծիքներ ունեն իրենց մասին եւ հավաքվել են իրար գլուխ, անուններով են նշվում գրքի մեջ, հա, եւ ուրեմն կառավարում են աշխարհը, կառավարում են մեզ, մեր կյանքը, մեր առօրյան, մեր ներկան ու ապագան, ու աղավաղում են մեր անցյալը։ Ուրեմն, ըստ իրեն ծրագրի, ստեղծվել է միասնական համաշխարհային կառավարություն, որը նոր աշխարհակարգ է ուրեմն կառուցել, ընդ որում ամեն անգամ, ինչ որ այս նոր աշխարհակարգը թարմացվում է, եւ մենք եկեք հիշենք այս նիկոլական իշխանության, հա, մասնավորապես իմ սրտի տիրակալ Արսեն Թորոսյանի ասած նոր նորմալ, դուք հիշում եք, որ COVID-ը բերեցին, այդ ընթացքում ինչքան այսպես ԿՊ-ական պրոպագանդիստ կար, այդ նոր նորմալներ բերել գցել դաշտ, ու մարդիկ ասում են, հա, վայ, մենք ամբողջ կյանքներս այլևս պիտի ապրենք դիմակներով, այլևս պիտի, վայ, երբ են բերելու վակցինաները, որ մենք պատվաստվենք ու փրկվենք, հա։ Ու այդ նոր աշխարհակարգ, նոր նորմալ, բայց ոնց որ թե ինչ որ խնդիրներ են իրենց մոտ առաջանում, որտեղ Ռուսաստանը իր BRICS-ով, չնայած նորից եմ ասում ամենավերևում, էլի ուրեմն նույն կետին են իրենք հանգում, որովհետև հենց նույն գրքում օրինակ նշում է, որ Բորիս Ելցինը մի 6-ի, այսինքն Անգլիայի հատուկ ծառայության գործակալ է եղել, այն ինչ խոսում եմ, իմ հայտարարությունները չեն, ուղղակի ես ուզում եմ զուգահեռներ անցկացնել ու բոլորիս համար հասկանալի դարձնել իրավիճակը։
Ուրեմն հիմա այդ Ռուսաստանը ուրիշ աշխարհակարգ է ուզում բերի, ոնց որ թե սրան միացել է Տրամպը, շատ հետաքրքիր խոսում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ու իսլամական հեղափոխության մասին, որ սա նույնպես էլի մի վեցի ձեռի գործն է եւ հիմնավորում է մարդը։ Ինչևէ, ուրեմն սրանք, այս 300 կոմիտեն, ուզում են ստեղծել նոր աշխարհակարգ, միասնական համաշխարհային կառավարությամբ, միասնական եկեղեցով եւ միասնական փողով։ Ընդ որում եկեղեցին սրանք սկսել են կառուցել, սկսել են ստեղծել այսպես եւ տարածել 1920-30-ական թվականներից։ Երկրորդ կետով ազգային ինքնագիտակցության եւ ազգային արժանապատվության ամբողջական ոչնչացում։ Մենք այսօր տեսնում ենք, որ մեր երկրում դա փաստացի իրողություն է եւ քչերն են ազգային ինքնագիտակցում, քչերն ունեն ազգային ինքնագիտակցում եւ արժանապատվություն։ Այս արժանապատվություն բառը ընդհանրապես ոտնատակ է տրվել։ Ու ես դրա համար մեծ հարգանք եմ տածում այն քաղաքական գործիչների նկատմամբ, ովքեր փորձում են վերածնել ազգային ինքնագիտակցությունը մեր, ցույց տալ, թե որտեղից ենք եկել, ով ենք մենք, եւ փորձում են բարձրացնել ազգային մեր արժանապատվությունը։ Ու ցավով եմ նշում շատ մեր քաղաքացիների հետ խոսելուց, այդ թվում նաև այն օրը միշտ ապօրինության բժշկու հետ էի խոսում, պատահաբար այդպես ստացվեց, չէի ճանաչում ոչ ինքը ինձ, ոչ ես իրեն։ Բժիշկները SNN են, իհարկե ես իրեն չասեմ վերադաստիարակեցի, որովհետև հավանաբար դա ինձ մոտ չստացվեց, բայց ես այնպիսի մի տուպիկ գցեցի իրեն, որ հույս ունեմ, որ մտածելու տեղիք եմ տվել։ Այսինքն, կապ չունի ազգային արժանապատվությունը, կապ չունի կրթական մակարդակի ու ուրեմն գրագիտության հետ, կապ չունի որտեղ են մարդիկ սովորել են թե չէ, մարդ եթե ունի արժանապատվություն, չի կարող թույլ տալ, որ իր նաև ազգային արժանապատվությունը ոտնատակ տրվի։ Իսկ այսօր մեր երկրում եւ նաև բոլոր այլ երկրներում տեսնում ենք Եվրոպայում ինչ է կատարվում, ազգային արժանապատվությունը ոտնատակ է տրված, եզակի մարդիկ ու անհատներ կան, որ այդ զգացումը ունեն իրենց մեջ, այդ արժե համակարգն ունեն իրենց մեջ եւ եզակիները կան, որ ազգային ինքնագիտակցությունը փորձում են արտնացնել։ Հիմա այս կետի վրա կանգնելով ես խորհուրդ կտամ, որպեսզի յուրաքանչյուրը մի փնտրեք առաջնորդներ չեն լինելու առաջնորդներ, յուրաքանչյուր մեկը ով գալիս է, որ առաջնորդի գլխատվում է քաղաքականապես, թե ֆիզիկապես, բարեապես, թե ֆիզիկապես։ Ուրեմն յուրաքանչյուրը ձեր մեջ պետք է հասկանաք, որ այդ ազգային արժանապատվությունը պետք է արտնացնել ձեր մեջ, ձեր ընտանիքում, գնալ փնտրել գուցե ձեր արմատները կամ այն ինչ որ այդ արմատներում ձեզ դուր է գալիս եւ ապրել այդ կյանքով, որպիսի չընկնեք այս անտեր ծրագրի տակ։ Հաջորդը կրոնի, մասնավորապես քրիստոնեության ոչնչացում։ Էլ ինչ ասեմ, տեսնում եք, Փաշինյան Նիկոլի իր կնգա ու իր ուրեմն տասովկայի վերաբերմունքը, ուրիշ բառ չկա իրենց համար, վերաբերմունքը կրոնին, քրիստոնեությանը, որ ասում է կգան իմ անունից ուրեմն կեղծ, չգիտեմ, ինչեր ելույթ կունենան, Աստվածաշնչում, ոնց է ասվում, խնդրում եմ մեջ բերեք, այ հիմա Նիկոլենք այդ կեղծ մեսիաների տեսքով եկել է, ինքը իր այլանդակ վարքագիծը ուրեմն մի կողմ է դնում ու այսպես մնացածի աչքի փուշն է ուզում տեսնի, բայց սրա նպատակը ոչ թե այն է, որ ինքը ճշմարտությունը բարձրաձայնի, սրա նպատակը քրիստոնեությանը հերթական հարված հասցնելն է եւ սրա նպատակը հայոց եկեղեցին քանդելն է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին, երբ որ իրենք հավաքվում են, իրենց տիեզերական համաժողովներն են անում, հայ առաքելական եկեղեցին բացարձակ առանձին մի ճյուղով է գնում, որպեսզի իր վրա ոչ մեկ չազդի, ճիշտ է 16 թվականին Վատիկանի հետ հուշագիր են ստորագրել փոխհամաձայնության, ու ես չգիտեմ դա ընդհանուր կրոնի քրիստոնեի հետ կապ ունի թե չունի, ցավոք սրտի այդ փաստաթուղթը ինձ չեն փոխանցել,
ասում եմ բան չարեցի, հետևից չգնացի, թե չէ մարդը լուրջ մարդ էր եւ կփոխանցեր։ Ինչևէ, փաստացի այս 300-ի կոմիտեի ծրագրում կրոնի, մասնավորապես քրիստոնեության ոչնչացումը, որպեսզի իրենք բերեն իրենց առանձին նոր կրոնը։ Չորրորդը ամեն մարդու նկատմամբ վերահսկողություն նրա գիտակցության կառավարման միջոցով։ Ես բազմիցս իմ հարցազրույցներում, մասնավորապես Համլետ Հոշյանի մոտ նշել եմ, որ պատերազմը այստեղ է, մարդու գիտակցությունում։ Եվ եկեք միասին մի հատ պատկերացնենք, եթե դուք ինչ-որ մի բանին հստակ հավատում եք, ինչ-որ մարդու, ինչ-որ գաղափարի, ձեզ չեն կարող շեղել ձեր հավատքից, ձեր հավատամքից։ Դա կարող է լինել բժիշկ, դա կարող է լինել քաղաքական գործիչ, հա, օրինակ, երբ որ կանոնում վիրավորում ենք նիկոլականներին կամ այն մյուսների ասում ենք ժեղ, այս ինչի զոմբի են, ինչի զոմբի, մենք պետք է որպես գիտակից մարդիկ, խոսքը գնում է գիտակից մարդկանց մասին, մենք պետք է հասկանանք, որ այդ մարդկանց գիտակցությունը մթագնած է, այդ մարդիկ տրվել են այդ հավատամքին, նույնը վերաբերում է աղանդավորներին, նույնը վերաբերում է այդ քաղաքական զոմբիներին, իրենք իրոք հիպնոսացված են, իրենք իրոք զոմբիացած են, ու այդ մարդիկ կործանված ոչնչացվող մասսա են, այդ մարդկանց վրա կենտրոնանալ պետք չի, դուք կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա։ Ուրեմն, ինչպես նաև, ուրեմն Բժեժինսկին իր մասին հետո կխոսենք, լեական արմատներով ամերիկյան քաղաքական գործիչ։ Ինքը ասել է, որ ըստ ծրագիր է գրել, որ տեխնոտրոնիկայի միջոցով, այսինքն մարդանման ռոբոտներ ստեղծելու միջոցով պետք է կառավարել յուրաքանչյուր մարդու։ Հինգերորդը, դադարեցնել ամեն տեսակ արտադրության զարգացումը, միջուկային կայաններում էլեկտրոէներգիայի արտադրությունը գնալով դեպի հետ ինդուստրիալ հասարակություն զրոյական աճով։ Երեկ թե առաջի օրներ ստատուս էի գրել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի փակման մասին եւ հիվանդներից մեկը շատ անշնորհք ստատուս էր գրել, որի համար ինքը պատասխան կտար համարանքի արժանանալու ձևով, որովհետև ամեն մեկի հետևից հույս չեմ ընկնի, եթե մարդ իրեն այսպես ձեռք մեկնած ձեռքն է կտրում, վիրավորում, հույս չեմ ընկնելու դրա հետևից, գուցե եւ այդ պայն չէր գիտակցել ում է ինչ գրում, բայց ես այդպիսի բաները հաշվի չեմ առնում, գարասկոպով ես կարիչ եմ ու ես ներել չգիտեմ, ու չի կարելի, եթե անցնում եք կարմիր գիծը, ուրեմն իմացեք կարմիր գծից այն կողմ եք մնալու, այս հույս ունեմ լսում ես Աշոտ։ Ինչևէ, ուրեմն այս կռիվը միջուկային կայանները խաղաղ նպատակով օգտագործելու դեմ, իրենք վաղուց են վարում, դրա մեջ են նաև կանաչները, հա, որ գնում են այստեղ այնտեղ եւ հիշում ենք Արցախի ճանապարհ, երբ որ փակեցին, էլի կանաչներն էին, այսինքն պետք է հասկանալ, որ այդ process-ը նույնպես այս համաշխարհային կառավարության ձեռի տակ էր եւ քանի որ այս Նիկոլենք ու այստեղ լիքը այս իշխանությամբ ներկա նախկին եւ չգիտեմ ապագա գուցե ֆակտորները համաշխարհային այս կառավարության թրի տակով են անցնում, ուրեմն Նիկոլը լավ էլ այդ տեղյակ էր եւ իրանց ծրագրերի համապատասխանը գործում, հեսա որ կկարդամ, կտեսնեք շարունակությունը։ Հա, եւ ինչու որպեսզի այս էներգետիկայի հետ կապված խնդիրներ առաջանան։ Բացառություն են, հա, արտադրություններն են։ Դուք տեսնում եք, չէ՞, որ արտադրական գործարանները փակվեցին։ Գործարաններ չեն ստեղծում, ինչի չենք կարող, իհարկե կարող ենք։ Այդ գործարաններն աշխատացնել, մարդիկ աշխատատեղ ունենան, գործազուրկ չմնան, բայց թույլ չի տրվում։ Եվ երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը ավելի հզոր ուժերի է պարտվել, այո, ես պնդում եմ, որ ճիշտ է ասում, ինքն ավելի լուրջ ուժերի է պարտվել։ Բացառություն են կազմում համակարգչային արտադրությունը եւ սպասարկման ոլորտը։ Իմ գործընկեր Արթուր Գրիգորյանը միշտ նշում է ու մենք մեծ ցավով ենք քննարկում այդ հարցը, որ
մեզ հայերից դարձնում են սպասարկող անձնակազմ։ Այո, սերվիսը Հայաստանում շատ լավն է։ Նույն խանութը, եթե դու մտնում ես այլ երկրում, կլինի Գերմանիա, ԱՄՆ, Ռուսաստան, հա, լավը չի, սերվիսը բացարձակ լավը չի, խանութ մտնում ես, դու պիտի քո հետ կամ տոպրակ տանես, կամ շնորհք են, Հայաստանում այդպես չի։ Խանութի մասին խոսեցի, բայց ընդհանրապես։ Եվ ցավոք սրտի մեզ արդյունաբերական ոլորտից տեղափոխում են սպասարկման ոլորտ, հա, մենք տաքսի, չգիտեմ, սպասավոր, խանութի աշխատակից, հա, բոլորը բարեհամբույր, դա իհարկե շատ հաճելի է, բայց հաստատի գիտակից գիտելիքը օգտագործելու ունակություն ունեցող մարդկանցից մեզ տեղափոխում են դեպի սպասարկման ոլորտ։ Հաջորդը նշված է, որ գործազրկությունը սրա արդյունքում պետք է ավելանա գործազուրկների թիվը, իսկ ինչով են զբաղվում գործազուրկները, մեծամասամբ նրանք զբաղվելու են ուրեմն հանցագործություններով, նրանք կդառնան թմրամոլներ, ընդ որում շեշտը դրվում է հերոինի ու կոկայինի օգտագործման վրա, ըստ պտտվող լուրերի այսօրվա իշխանավորների մեծ մասը կոկայինիստ են, եւ ըստ Մակրոնի սալֆետկայի, որը անդադ քննարկվում էր, էլի նշվում էր, որ նա եւ իր ընկերները կոկային են օգտագործում։ Կամ ուրեմն այդ գործազուրկները կդառնան կամ թմրամոլներ, ալկոհոլիկներ, կամ կդառնան թվեր ոչնչացման process-ի ստատիստիկայում։ Եվ այս բանը փաստաթուղթը նաև ես ապագայում ձեզ համար կմշակեմ ու կներկայացնեմ, կոչվում է Global 2000, ինչու որ շատ այդպես մեծ չէր, ես նայեցի 18 էջանոց է, այնպես որ բացեք, դա նույնպես կարդացեք Global 2000։ Հաջորդ կետը, 6-րդ կետը, թմրանյութեր եւ պորնոգրաֆիան կօրինականացվեն։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրում։ 7-րդը, մեծ քաղաքների բնակչության թիվը կկրճատվի գենոցիդի եղանակով, ինչպես ուրեմն ու այնտեղ ես շատ բաներ եմ նշել, կարևոր ֆակտորներ, բայց որպեսզի շատ երկար չլինի, դրանց չեմ անդրադառնա, բայց Պոլ Պոտը ինչպես Կամբոջայում, հա, այնպես որ կարդակ, ասում գանգերից պիրամիդաներ էին սարքում, իրանց իշխանությունն է եղել։ Եվ հիմա նորից այդ Պոլ Պոտի հետնորդներին ուզում են Կամբոջայում բերեն իշխանության այդ դեսպոտներին, դեսպոտիզմի միջոցով, որ ժողովրդին ոչնչացնել։ Ուրեմն մեծ քանակներում մարդկանց թվականակի նվազեցում, այդ թվում նաև գենոցիդի միջոցով, եւ մի րոպե սա 7-րդ կետն է, հեսա նաև 9-րդ կետը կասենք, հաջորդը 8-րդ կետը դադարեցնել գիտահետազոտական աշխատանքները, ինչ որ մեկը կարա ասի, որ չեն դադարեցվել գիտահետազոտական աշխատանքները, բացառությամբ նրանց, որոնք կոմիտեն կհամարի անհրաժեշտ։ Հիմնական ուղղությունն է կանգնեցնել միջուկային էներգիայի օգտագործումը խաղաղ նպատակներով, ես դրա մասին արդեն խոսեցի։ 9-րդը զարգացած երկրներում կազմակերպել պատերազմներ, իսկ 3-րդ աշխարհի երկրներում սով եւ հիվանդություններ։ Հիշենք COVID-ը, հիշենք այսօր տարածված ուռուցքները, հիշենք այսօր մարդկանց մոտ ոսկրահոդային համակարգի, ստամոքսահաղիքային համակարգի, սիրտանոթային ու նյարդային համակարգի խնդիրները, այսօր որ կողմ նայում ես հիվանդ հասարակություն է։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այդպես էլ պիտի լիներ, դուք սխալվում եք։ Խնդրեմ կարդացեք այս ծրագիրը։ Եվ Комитет 300 поручил Сайрусу Венсу написать доклад о том, как лучше всего осуществить этот геноцид. Ու խնդրեմ մարդիկ գրել են դակլադը եւ ներկայացրել են 300-ի կոմիտեին։ 10-րդը թույլատնել ազգային բարոյական ոգին եւ բարոյազրկել աշխատավոր դասակարգը։ Երբ որ սկսեցիք գիտնականն անվանել աչկարիք, բժիշկ ծեծել, ուսուցչի հետ խոսել արհամարանքով, ինչի համար որոշիմ բարեկամներ, չասեմ ովքեր, ամբողջ օրը քննադատության նաժամ իմ կողմից,
ամբողջ օրը խոսում եմ ես վրեքները, ուրեմն այդ ժամանակ, երբ որ դուք բարոյազրկեցիք աշխատավոր դասակարգ, ինժեներին ասցիք դու դոջիկ ես, իսկ այսօր ինժեներները աշխարհն են կառավարում, ու երբ որ դուք սկսեցիք բարոյազրկել ու վատաբանել նրանց, ձեր գլխին եկան ու նստեցին այն կրթություն չունեցող օլիգարխները, սպանություններով փողի ու հարստության տեր դարձած մարդիկ, ում առաջ այսօր կզում եք, որովհետև կարող է ձեզ $100 ուրեմն պադաչկա տան, բայց թքում եք շտապօգնության բժիշկների վրա կացին եք շպրտում, դուք ովքեր այդպես եք անում, արժանի եք նրան ինչ որ ունեք, ու ոչ մեկ մեղավոր չի այդ ձեր վարքագծի համար, որովհետև այդ նույն վիճակում կարող է լինել ես, բայց ես չգնացի ոչ մի աղանդի մեջ, բայց ես չգնացի ոչ մի բանդայի մեջ, ես դրեցի գլուխս կախ գիրք կարդացի, ու իմ նման բազմաթիվներ, ովքեր այս ամենը լսելով, ես համոզված եմ գիրքը կվերցնեն, եթե կարդացել են հոյակապ, եթե չեն կարդացել կկարդան, ու կհասկանան, որ պետք է աշխատեն իրենց անձի վրա, որպիսի փրկվեն, փրկությունը ոչ թե աղոթք կարդալու մեջ է, չնայած այդտեղ էլ մեծ ուժ կա, այլ փրկությունը սեփական եսի ինքնագիտակցման, սեփական արժանապատվությունը պաշտպանելու մեջ է, որպիսի չընկնեք այս ծրագրի տակ, որովհետև ամեն դեպքում իրենք բոլորին չեն ոչնչացնելու։ Ուրեմն ստեղծելով համատարած գործազրկություն, ինչի մասին արդեն խոսել եմ։ 11-րդը քանդել ընտանիքի հիմքերը։ Հաջորդը թույլ չտալ, որ ժողովուրդներն իրենք որոշեն իրենց ճակատագիրը, արհեստականորեն ստեղծելով ճգնաժամեր և կառավարելով այդ ճգնաժամերը։ Մեր երկրի վրա օրինակ բերելով ճգնաժամը, չգիտեմ, Նախիջևանը տվեցին արհեստականորեն թշնամուն, գենոցիդ արեցին, նույն օրինակ Ֆրանսիայի հետևից են այսօր գնում, ես անընդհատ Կիլիկիայի օրինակն եմ բերում, որ ոնց բերեցին զորքը կանգնացին, հետո Օսմանների հետ, այդ տականքների հետ ավելի ճիշտ երիթուրքերի հետ բան եկան, համաձայնության եկան, զորքը քաշեցին, հանեցին, սկսեց Կիլիկիայի հայաթափում 120,000 հոգի ու գենոցիդը։ Նույն օրինակը Արցախում, Արցախում անդադ ճգնաժամ, ու այսօր էլ Արցախի հարցը լուծված չի, այսօր էլ արհեստականորեն այդ ճգնաժամը պահվում է, որտև իրենք են դա կառավարում, ու դրանով տարածաշրջանում հարցեր են լուծում, ու մեզ ցավոք սրտի դրել են սեղանի վրա, կտրտում են նույն սեղանի վրա Վրաստանն ու Ադրբեջանը, թող Ալիևը հանկարծ չմտածի, թե իր սատկելուց հետո իր լակոտը այս ամենի տակից կարողանալու է չոր դուրս գա, չի կարողանալու, Իմիջայլոց այս կոմիտեի բարագլուխները ջհունդան են։ Հաջորդը ստեղծել նոր պաշտամունք։ Նու այստեղ ինքը նշում է ծրագրի համաձայն ռոք խմբերի մասին է և պահել պաշտպանել նաև հին պաշտամունքները։ Հաջորդ կետը բխում է սրանից նպաստել կրոնական պաշտամունքների տարածմանը։ Խոսքը գնում է աղանների մասին և ինքը նաև մեջ է բերում ինքը բրայցի մուսուլմանի այդ աղանդը և հիմնականում քարկոծվում և ոչնչացման է տարվում քրիստոնեությունը։ Հաջորդը տարածել կրոնից ազատվելու գաղափարներ, հատկապես քրիստոնեությունից։ Այսօր մենք տեսնում ենք ինչքան կարևոր է կետերը հատիկ մանրացված կրոնի շուրջ են, որովհետև ինչպես նշեցի, պատերազմը մարդու մտքում է, մարդկանց մտքում է, և եթե այդ մարդկանց մտքերին իրենք տիրացան, ինչը շատ հեշտ արվում է կրոնի միջոցով, ուրեմն այդ մարդիկ դառնում են իրենց ձեռքում գործիք, ինչպես որ իրենք են ուրիշների ձեռքում։ 15-րդը ստեղծել համաշխարհային տնտեսական ճգնաժամ և քաղաքական քաոս։ Կա, և այս ամեն ինչ ինքը 90-ական թվականներին է գրել, դե պատկերացեք այս ծրագիրը ոնց է այսպիսի տեմպերով առաջ գնում, ու մենք այսօր ինչ օրի ենք հասել։ Հաջորդը վերահսկել երկրների ներքին և արտաքին քաղաքականությունը, լիարժեք սատարել
վերազգային կազմակերպություններին, սա հաջորդ կետն է, ինչպիսիք են Միացյալ Ազգերի կազմակերպությունը, Արժույթի համաշխարհային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մեր սրտի տիրակալ, Միջազգային դատարանը, եթե կհիշեք, մեր փաստաբան, մեր երկրի ներկայացուցիչը Հաագայի դատամ Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց, գործից մարդն ազատվեց, որովհետև իրան ասեցին, ասում են Նիկոլ ենք, բայց մենք հասկանում ենք, որ Նիկոլ ենք չէ, ասեցին տղաջան, մենք ներում ենք Եղեռնը, մենք ներում ենք Ադրբեջանին ու Թուրքիային ամեն ինչն ենք ներում, ինչ տարածքային պահանջ, ինչ իրավունքների պահանջ, գնա մենք քեզ երևի կամ կտանք աշխատատոյց թոշա կամ չենք տա, չգիտեմ, այդ մարդը պարկեշտությամբ ու պայքարի ոգով ես իրական հիացած եմ, բայց այդ մարդիկ ասին դու մեզ պետք չես, որովհետև այսուհետ մենք ենք այդտեղ փոխում ենք աշխարհակարգ ենք փոխում, քարտեզ ենք փոխում, մի հատ գնատուն, ինչ Հայաստան, ինչի մասին է խոսքը։ Այսինքն միջազգային դատարանը նույնպես իրենց պրոյեկտներից է։ Հաջորդը ներդնել դիվերսիոն գործակալներ բոլոր կառավարություններում։ Դե ամեն մեկդ մեկի անունը կարող եք նշել, ունենալ ձեր մտքում, գրել կոմենտներում։ Ուրեմն ովքեր կտանեն երկրի ինքնիշխանությունը քանդող քաղաքականություն ներսից, հա, եւ ըստ այդմ էլ կորոշվի երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Կազմակերպել համաշխարհային ահաբեկչական ապարատ։ Շատերդ լսել եք, որ ուրեմն ԱՄՆ-ն իբրև բան արել են, Բեն Լադենին աճացրել, դա ԱՄՆ-ն չէր, ԱՄՆ-ն նույնպես գերի է այս կազմակերպությանը։ ԱՄՆ-ն նույնպես սրանց նպատակ այ որ գիրքը կարդակ չէ, նույնպես ԱՄՆ-ն բերեց բետանում է դեպի կործանում։ Օրինակ նույն Ամերիկա-Մեքսիկա հարաբերությունները փոխանակ իրենք մարդն է նշում, հա, ես չեմ նշում, Ջոն Կալեմանն է նշում, փոխանակ իրենք համագործակցեն, արտադրություն եւ այլն ու զարգանան երկու երկրները, այդտեղ մի հատ բան արգելք դրեցին, նրանց արգեցին նարկոբարոններ, գործազրկությունը Մեքսիկայում ակտիվացավ, ինչի հետևանքով արդեն գիտեք, հա, կարտելներ, մարտելներ, չգիտեմ ինչեր, թշնամանք, հանցագործությունների աճ ու ԱՄՆ-ն նույնպես գերի է այս կոմիտեի ձեռքը եւ ամենակարևորը սահմանել հսկողություն կրթության վրա, այն լիովին եւ վերջնական ոչնչացնելու նպատակով։ Ինչ ասեմ, այս հարցները երևի թե արդեն սպառված է, հարցի պատասխանը բոլորին պարզ է եւ մի ահազանգ հնչեցնեմ, որն ինձ անհանգստացրեց, նորը Arm-Comedy-ով տեսա, որովհետեւ ես լուրեր չեմ նայում եւ լուրերից տեղեկանում եմ Arm-Comedy-ից, որովհետեւ ես գիտեմ ուր է գնում այս ամենը ու ինձ պետք չէ ամենօրյա այս հիմար ստրեսները։ Իմացա, որ սուպեր համակարգիչ է բերվել Հայաստան եւ նման սուպեր համակարգիչ կա նաեւ Բելգիայում, որի անունը կոդը 666 է, гигантский компьютер под кодовым номером 666, который может хранить все типы данных։ Ու ինձ համար անչափ հետաքրքիր է, թե այս մեր սուպեր համակարգիչը ինչ է պահելու եւ ինչ նպատակով է բերվում ու տեղադրվում հենց Հայաստանում։ Մենք անպայման էլի կհանդիպենք, հույս ունեմ հետաքրքիր էր եւ հույս ունեմ, որ տեսանյութը տարածում կստանա։ Լավ կիրակի բոլորիդ։